Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մետանոյան է եւ այսօր տաղավարում սիրով հյուրընկալել եմ միասնության թևեր, կուսակցության համամասնական ընտրացուցակի падգամավորության տեխնացու, նաեւ միասնության թևեր, կուսակցության վարչության խորհրդի անդամ Դավիթ Անանյանին, բարի ձեզ պարոն Անանյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ճիշտն ասած, մենք առաջին անգամ ենք իմ տաղավարում հանդիպում, ես այսօր կփորձեմ այս ընտրությունների եւ ընտրապայքարի ֆոնին ձեզ որպես քաղաքական ուղղությունով ներկայացնել, իհարկե միանշանակ մենք ձեզ շատ լավ գիտենք տնտեսական բլոկներում բարձր պաշտոններ զբաղեցնելու դիտանկյունից, ինչ փուլում եք պարոն Անանյան հիմա եւ կարծես թե միասնության թևերն էլ Արման Թաթյանի գլխավորությամբ այսպես ակտիվ արդեն ներքաշված է ապագա խորհրդարանական ընտրությունների այս հորձանուտի մեջ եւ առաջինը ինչու էսպես շուտ սկսվեց ամեն ինչ պարոն Անանյան։ Կարծես թե մենք միշտ քարոզարշավների ականատեսը լինում էինք հենց քարոզչությունից մի քանի օր առաջ նախապատրաստական աշխատանք, այնուհետև քարոզարշավ։ Մենք արդեն քանի ամիս է սրա մեջ ենք։ Ինչը ստիպեց ձեզ էլ այսպես ներքաշվել այս ակտիվ քարոզչության մեջ։ Նախ եկեք ֆիքսենք, որ քարոզարշավը մեկնարկել է 24 թվականի հունվարից, ամենայն դեպս այսօրվա իշխանությունների կողմից։ Օրակարգն իրենք վերեցին էլի։ Հիշվեք հայտնի ծորագի եւ կախիչների պատմությունից սկսեց իրենց քարոզարշավը եւ նաեւ մարզպետների եւ այլ պաշտոնյաների աշխատանքից հեռացնելը ըստ էության դրանով մեկնարկեց իրենց քարոզարշավը։ Դուք դա քարոզչություն եք դիտարկել այդ ժամանակ քարոզարշավ էր, այո, քարոզարշավ էր, իհարկե այդ քարոզարշավը բան եղավ, կտրվեց նաեւ ընթացքում Բագրատ arczepiskopos-ի առաջնորդած սրբազան պայքարով եւ այդ ժամանակ կարծես թե որոշակի խարխլում տեղի ունեցավ, օրակարգը իրենց ձեռքից խլվեց, բայց իրենք շատ արագ վերադասավորվեցին եւ մտան նորից իրենց ընտրապայքարի այս երկրորդ փուլ, եթե կարելի է այսպես ասել։ Մենք չէի ասի, որ շուտվանից ենք սկսել, մենք ինչ որտեղ նաեւ լինելով պրոֆեսիոնալներ մեր մասնագիտության մեջ, շատ ծանոթ հետեւ անելուց հետո եւ շատ նաեւ ծրագրային դրույթներ, քաղաքականություններ, տեսլականներ շարադրելուց հետո մենք նախորդ տարվա հոկտեմբերի 9-ին ազդարարեցինք մեր մուտքը քաղաքականություն եւ ըստ էության հենց այդ օրն էլ ազդարարեցինք, որ մեր քաղաքական նախաձեռնության կողմից վարչապետի տեխնացուն լինելու է Արման Թաթյանը։ Հենց այդ առաջի օրն էլ մենք ֆիքսեցինք, որ մենք գնում ենք առանձին մեր ճանապարհը, ոչ մեկի հետ կապ չունեցող ճանապարհը, ոչ մեկի կողմից չհրահրված ճանապարհը, չգծագրված ճանապարհը, մենք գնում ենք մեր ճանապարհը եւ մեր վարչապետի տեխնացուն Արման Թաթյանն է։ Եվ սկսեցինք հոկտեմբերից մեր կարելի ասել քաղաքական միավորի կառուցման աշխատանքները, թե դա սկզբից քաղաքական նախաձեռնություններ եւ քաղաքական նախաձեռնություն, որպես քաղաքական նախաձեռնությունով մուտք գործելու հիմնական նպատակը այն էր, որ մենք քաղաքական, քաղաքացիական հանրային շարժումների, քաղաքականությամբ զբաղվողների առանձին անհատներին ինչքանով որ կարողանայինք մեկտեղենք, միավորենք մեկ տանիքի տակ, մեկ հովանոցի տակ եւ դրա համար էլ պատահական չէր, որ հենց միասնության թևեր անունը մենք ոչ թե դրեցինք, այլ նաեւ մեր ներքին գործընթացների արդյունքում մենք երկնեցինք այդ անունը, որովհետեւ միասնությունը դա այն է, ինչի պահանջը մենք ունենք այսօր, իսկ թևերը մի կողմից համախմբելու, մի կողմից համախմբված ուժին եւ համախմբված ժողովրդին թռիչք անելու այդպիսի մի խորհուրդ ունի։ Հետևաբար մենք վերջերս արդեն գրանցեցինք մեր կուսակցությունը միասնության թևեր կուսակցությունը, արեցինք մեր համագումարը, իսկ այս տարվա փետրվարի 28-ին քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել իր ծրագրային դրույթների ներկայացմամբ եւ ամսի 20-ին ապրիլի 20-ին տեղի ունեցավ մեր համագումարով մենք որոշեցինք գնանք մեկ կուսակցության ֆորմատով եւ նաեւ մեր քաղաքական գործընկերները, օրինակ Շան Դաշինք կուսակցությունը եւս մեր բանակցությունների եւ մեր համատեղ միասնական որոշման արդյունքում մենք որոշում կայացրեցինք գնանք հաղթահարելու 4%-անոց շեմը։
Տեսեք, պարոն Անանյան, միասնություն ասում եք, բայց կարծես թե ձեր միասնությունը չստացվեց Հայաքվեի հետ։ Այս պարագայում Ավետիք Չալաբյանի հետ նաև այսպես շատ մեծ շուկով այդ համագործակցության ստորագրությունները մենք տեսանք, որ պետք է աշխատեք միասին եւ այլն, բայց արդյունքում օրեր առաջ մենք տեսանք, որ Հայաքվեն հայտարարեց, որ դուրս է գալիս ձեր այդ համագործակցությունից, այդ միասնությունը այստեղ չստացվեց եւ տեսնում ենք, որ ուժեղ Հայաստանում է կարծես թե իրենց համագործակցությունը լիարժեք գնահատում Ավետիք Չալաբյանը, ի՞նչն էր խնդիրը, որ չկարողացաք իրենց հետ։ Եկեք այսպես գնահատենք։ Միասնությունը ոչ թե չստացվեց, դուք մի քիչ ավելի ռադիկալ բնորոշում տվեցիք։ Միասնությունը այսօր էլ կա։ Կա գաղափարական միասնությունը եւ Հայաքվեի հետ, այսօրվա մեր գործընկերների հետ մենք ունենք գաղափարական միասնություն։ Դա ոչ մեկ չի կարող ուրանալ եւ դա կա։ Իսկ քաղաքականությունը ինքը ընդհանրապես բանակցություններ են, բանակցությունները դա սովորական գործընթաց է քաղաքական բանակցությունների արդյունքում կամ ստացվում է իրար հետ ճանապարհ գնալու որոշում կայացնել կամ ինչ-որ բայ նույնիսկ քաղաքական ուժերը իրար հետ որոշում են կայացնում գնում են պարլամենտում արդեն մի քանի ամիսների ընթացքում իրարից բաժանվում են Գիտեք, սա սովորական քաղաքական գործընթացներ է, բայց ամենակարևորը գաղափարական միասնությունը եղել է եւ կամ Հայաքվեի հետ։ Իսկ գաղափարական համագործակցությունը արդյոք շատ ավելի վերջ էր դասված այս պարագայում, քան ասենք ներ կուսակցական կամ ներ անձնային հարցերից ըստ ձեզ։ Գիտեք, ես չէի տենց շատ կարևորի այդ բանը, որովհետեւ համարենք, որ դա մի հնարավորություն էր, որ կարող էր ստացվել, կարող էր չստացվել, հիմա մենք ֆիքսում ենք, որ ամեն մի քաղաքական միավոր որոշեց առանձին գնա եւ շատ քաղաքակիր ձևով մենք հանրությանը ազդարարեցինք, որ մնալով միևնույն գաղափարական հենքի վրա մենք որոշեցինք առանձին գործել։ Միգուցե նաեւ այդ պահին մենք մտածում ենք, որ առանձին հանդես գալը կարող է նաեւ հավաքական ընդդիմությանը շատ ավելի մեծ բաներ, առաջնահերթություններ տա։ Հետևաբար դա ոչ թե ինչ որ մի շատ նենց երևելի բան տեղի ունեցավ, չէ։ Ես գիտակցում ենք մենք եւ Հայաքվեի եւ մենք Հայաքվեի մեր գործընկեր եւ մենք որ որոշակի էլեկտորատի մոտ առաջացրեցինք որոշակի հաստատություն հնարավոր է դա բայց դա պետք է նայել քաղաքական գործընթացների տեսանկյունով քաղաքական գործընթացներում բանակցություններ կան քննարկումների արդյունքում որոշումներ ես գալիս կամ այո կամ ոչ որոշումների նորմալ է Շատ լավ, պարոն Անանյան, դուք ասեցիք շանթ դաշինք։ Շանթ դաշինք, գայնական կուսակցություն։ Այո, իրենք ձեզ հետ համագործակցում են։ Ամեն դեպքում, այո, Շահենը նաև կա ձեր ընտրական ցուցակում, նախընտրական, այո, 4 համարն է։ Դուք խուսափեցիք դաշինք ձևավորել, պարոն Անանյան, եւ արդյունքում միասնության թևեր կուսակցությունն է գնում ընտրությունների, բնական է դուք հավանական է հաշվի եք առել նաև որոշակի ռիսկեր, հա, դաշինքի հաղթահարման պարագայում։ Այ կցանկանայի իմանալ, ինչ իրավիճակում է ձեր կուսակցության ռեյտինգայնությունը առհասարակ եւ այսօր շատ ակտիվ բոլոր կուսակցությունները սոցհարցումներ են անում ոմանք հրապարակ են նետում նաեւ կեղծ թվեր մենք մինչեւ ընտրությունները տարբեր տեսարանների ենք հա ականատես լինելու բայց դուք վստահ եմ որ ձեր ներսում ունեք որոշակի հստակություն այդ հարցում ամեն դեպքում հա շաբաթ իրավիճակը փոխվում է կամ աճ կամ նվազում այ իրական պատկերը ըստ ձեզ ինչպիսին է այ միասնության թևերը իդեմս Արման Թաթոյանի ձեր ինչ ընկալում ունի այսօր մեր հանրային լայն զանգվածների մոտ Տեսեք ի սկզբանե մենք Շանդաշին կուսակցության հետ ունեցել ենք անցած տարվա նոյեմբերին երբ որ համագործակցության հուշագիր կնքեցինք ամենայն բանը հավանականությունը այդ բայի գնահատված նա էր որ մենք գնալու ենք դաշինքով Եվ մոտավորապես այդ ժամանակ մենք ունենք որոշակի սոցիալական հարցումներ, բայց այդ սոցիալական հարցումների արդյունքներին շատ մեծ տեղ չէինք տալիս, որովհետև իրականում քաղաքական գործընթացներ, քարոզարշավային կամ որոշակի միջոցառումներ մենք չէինք էլ ձեռնարկել։ Ասեմ ավելին, մենք նույնիսկ չէինք ներկայացրել հանրությանը մեր ծրագրային դրույթները, այսինքն մեր ընդհանուր առմամբ խոշորացված ամփոփ վիճակում ինչ ենք մենք առաջարկում հանրությանը։ Հետևաբար մենք այն պայից կարելի ասել փետրվարից, երբ որ մենք ազդարարեցինք մեր մեկնարկը, այո, մոտ 2000-անոց մեծ միջոցառում արեցինք եւ ներկայացրեցինք մեր ծրագրային հիմնական դրույթները մի քանի ուղղություններով, մենք սկսեցինք արդեն այդ պահին նաեւ սոցիալական
հարցումների միջոցով ամեն շաբաթվա 10-օրյակային կտրվածքով մեր ներքին սպառման նպատակով անել մեր հետազոտությունները, որովհետեւ տեսնենք, թե վերջնական որոշում կայացնենք եւ վերջապես 8% հաղթահարելու եւ 4% հաղթահարելու պրագմատիզմը, այդ պրագմատիզմը գնահատենք։ Ամենամեծ վտանգը մենք համարեցինք նա, որ մի պահ, երբ որ որոշում պետք է կայացնենք, մեր ռեյտինգը մոտավորապես 7.2 էր։ Եվ 7.2-ը մենք համարեցինք ռիսկային, եւ այդ պահին որոշում կայացրեցինք, որ մենք ամենայն հավանականությամբ ճիշտ կլինի, որ գնանք մեկ կուսակցությամբ, որովհետեւ շատ ավելի բարդ է գնալ արկածախնդրության ճանապարհով, ասենք դաշինքներ կանալ, որպեսզի ցույց տաս քո ենթադրենք ուժը, բայց իրականում դու էլեկտորալ առումով չամրապնդես այն, այսպես ասած, մարտահրավերը, որ դուք եք գալիս ձեր անկեղծ այս ազնիվ մոտեցում, օրինակ շատ-շատերը ասում են, մենք դաշինքներ կհաղթահարենք, չգիտեմ ինչն է կհաղթահարենք, բայց դուք շատ հստակ, պրագմատիկ ձեզ գնահատում եք այդ մասով։ 19 ուժերը, որոնք որ ներկայացրել են եւ երկու դաշինքները, որ ներկայացրել են, չէ՞։ Ես այդ դաշինքներին իրոք սրտանց մաղթում եմ, որ իրենք հաղթահարեն 8%-ը, որպեսզի հնարավորություն լինի միասնական գալ որոշակի շատ կարևոր որոշումների եւ շատ կարևոր փոփոխությունների։ Մենք ուղղակի գնահատեցինք պրագմատիզմի բանով։ Հետո բնականաբար քարոզարշավը, ոչ ֆորմալ քարոզարշավ, այսինքն հանրության հետ շփումները, միջոցառումներ անելը, մարդկանց հետ եւ այլն, այս կամ այն քննարկումների արդյունքում շարունակական բաները բերեցին նրան, որ մենք օրինակ 7-ից սկզբից մի քիչ իջավ, հետո տատանումներ տվեց։ Այսօրվա դրությամբ մենք դեռ չմտած ֆորմալ քարոզարշավի, պաշտոնական քարոզարշավի մեջ մենք ունենք մոտավորապես 5.2%-ի այսօրվա բան։ Դուք ձեր այսօրվա սոցհարցումների տվյալով այս պայծրությամբ դուք միանշանակ անցողիկ շեմը հաղթահարած կուսակցություն եք։ Գիտեք, մեզ չի հետաքրքրում անցողիկ շեմի հաղթահարելը։ Մենք արդեն հետաքրքիր է մեզ, որտեվ եթե ընդդիմադիր դաշտում եք դիրքավորվել, ապա շատ կարևոր է, որպեսզի ընդդիմադիր դաշտում այդ տոկոսայնությունները բարձր լինեն, պարոն Անանյան։ Եկեք ավելի հաջող ձևակերպեմ։ Ոչ թե մեզ չի հետաքրքրում, այլ մենք համարում ենք, որ այդ դա արդեն հաղթահարած է, մենք ավելի մտածում ենք ունենանք այնպիսի քվեարկության այնպիսի արդյունքներ ունենանք, որպեսզի մենք կարողանանք ընդհանուր առմամբ լինել գործոն փոփոխություններ բերելու առումով։ Հետևաբար մեր ամբողջ քարոզարշավը ուղղված է լինելու թռիչքներ գործելուն եւ մարդկանց ավելի ճանաչելի դառնալու, մեր ծրագրերը ավելի շատ մարդկանց ներկայացնելու, այդ ամբողջ բանին նվիրացնելու։ Հետևաբար ես կարծում եմ, որ մենք ունենալու ենք շատ ավելի բարձր միգուցե նաև ասենք մենք ունենալու ենք, եթե օրինակ դաշինքով հանդես գայինք, այդ դաշինքը հաղթահարողի դիրքերն ենք ունենալու ամենայն հավանականությամբ, բայց դիրքավորվելով մեկ կուսակցությամբ, որպեսզի որևէ դեպքում թույլ չտանք որևէ փոշիացում։ Պարոն Անանյան, միասնության թևերը այս ընդդիմադիր այս խառը հորձանուտի մեջ որտեղ է դիրքավորվել, որն է ձեր տեղը։ Տեսեք, օրինակ գործող այսօրվա վարչապետը Նիկոլ Փաշինյանը միանշանակ պարբերաբար թիրախավորում է Սամվել Կարապետյանի ուժին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուժին, Գագիկ Ծառուկյանի Բարգավաճ Հայաստանին եւ անընդհատ այդ ջրբաժանների մեջ է փորձում տեղավորել, որ բան են իրենք, հա, օլիգարխներ, նախկին թալանչիներ, չգիտեմ, ռսաստրուկներ, հա, այսպիսի ածականներ, ձևակերպումներ է օգտագործում, նույնիսկ հարց էր առաջացել, երբ վերջերս այդ թիրախավորումը այդ երեք ուժերի նկատմամբ արելին, ասում են, բա ինչի Թաթոյանի կուսակցությանը բան չի ասում Նիկոլը։ Շատ-շատերը նաև այսպես արձագանքեցին, միգուցե ձեր ընդդիմախոսները, նաև ընդդիմախոսներ, որոնք ընդդիմադիր դաշտից են, ես սա էլ պետք է արձանագրեմ, ոչ միայն այն թևից, որ դե իրենք տենց փորձում են լոյալ մնալ, ձայներ տանել, իրենք իրականում իրենց հստակ ուղղությունները չեն փորձում այսպես հստակեցնել, հիմա լավ առիթ է հասկանալու համար։ Ինչ է եւ որն է ձեր դիրքը այս ընտրություններում եւ ձեր ծրագրային հիմնական դրույթները, որ ուղղությամբ վրա են աշխատելու։ Եթե քաղաքականն ասեմ եւ դիրքավորումը նաեւ էլեկտորալ առումով։ Քաղաքականը հետեւյալն է՝ պարզ հասարակ ձևակերպում։ Չկա որևէ սցենար, որի պարագայում մեր միջոցով այսօրվա իշխանությունները կվերարտադրվեն։ Դա բացառվում է։ Դա մեկ։ Երկրորդը, չկա որևէ սցենար, որ նախկինում
բարձր պաշտոններ եւ երկիրը ղեկավարած որևէ պաշտոնյա լինի երկրի վարչապետ։ Դա էլ է բացառվում։ Սա քաղաքական դիրքավորում։ Մնացած այս սրանից բացի մնացածները մենք պետք է տեսնենք իրական գետնի վրա, ինչպես ասում են, ընտրությունների արդյունքներով արդեն պայմանավորված կլինեն բանակցություններ, կլինեն քննարկումներ, բայց այս երկու շատ կարևոր պոստուլատային ճշմարտությունները դնում ենք հիմքում։ Էլեկտորալ առումով, ովքեր են մեր ընտրողները։ Մենք դիրքավորում ենք այն ընտրողների համար, ովքեր որ նախորդ ընտրություններում չեն ունեցել իրենց այլընտրանքը։ Եղել է Դուք ձեզ այլընտրանք դիտարկում Այո, մենք դիտարկում ենք այլընտրանք։ Եթե ընտրությունը նախորդ 21 թվականին եղել է կամ, այսինքն կամ Հայաստան դաշինք կամ երկրորդ նախագահի գլխավորած ուժ կամ քաղաքացիական պայմանագիր եւ ընտրությունները ըստ էության եղել են այս երկու բևեռների միջև, այսօր ընտրական գործընթացը բազմազան է այն առումով, որ կան նաեւ այլ ուժեր, կան այնպիսի ուժեր, որոնք նաեւ այլընտրանքներ են առաջարկում։ Այդպիսի այլընտրանք է նաեւ օրինակ Սամվել Կարապետյանի կողմից գլխավորած ուժը, որը նոր ուժ է, այո, կարող են պիտակավորել, ասել իրեն օլիգարխ ասելն էլ բնականաբար ճիշտ չի, որովհետև այդ մարդը ընդհանրապես Հայաստանում դրսում աշխատած իր գումարները ծախսել է Հայաստանի վրա, այսինքն ինքը ազգային բարերար է եւ շատ մեծ ներդրում ունի ընդհանրապես սոցիալ-մշակութային կյանքում հայ առաքելական եկեղեցու գործունեության, նրա մեքենասային գործունեությունը շատ բարձր է գնահատվում։ Քաղաքական առումով իրենք նոր են եւ այո կարող են նաեւ լինել այլ ընտրանք։ Շատ հեշտ է իրենց պիտակավորել, որովհետև Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, հետեւաբար դա էլ են ձևը գտել են, ասում են ինչ գործ ունի, եկել խաղում մեր գործերին։ Ձեր մատնանշած ռասաստրուկային, ասենք այդ բնորոշումը կարող են, օլիգարխային բնորոշում, բան կարող են տալ։ Մեզ մի քիչ դժվար է, որովհետև մենք Ռուսաստանի հետ որևէ կապ չունենք եւ ընդհանրապես նաեւ մեր խոսույթներում եւ արժեքների դավանանքի առումով արդարադատության, կրթության եւ այդ ամեն ինչի առումով մեր հայացքները դեպի ավելի շատ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դեպի եվրոպական արժեքներն են։ Դուք ավելի շատ արևմտամետ եք դիրքավորվում։ Գիտեք ոնց, մենք դիրքավորվում ենք հայամետ, որովհետեւ մենք ամեն ինչի կենտրոնում դնում ենք հայկական շահը եւ այդ հայկական շահի սպասարկման առումով, ով որ այդ կսպասարկի այդ հայկական շահը, դրա այդ հաշվի կնստի, մենք այն նրա մետ ենք։ Հետևաբար հայամետ եք։ Այո, մենք հայամետ ենք, բայց արժեքային առումով մենք ավելի շատ մեր հայացքը դեպի արևմտյան արժեքներն են։ Ռուսաստանի հետ, բայց ոչ ի հաշիվ որևէ այլ երկրի, օրինակ ի հաշիվ Ռուսաստանի։ Այո, արևմուտքի հետ պետք է բան անել, հարաբերությունները ասեք բան անել, զարգացնել։ Այո, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ պետք է զարգացնել շատ հարաբերությունները, սերտ հարաբերություններ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, այո, իհարկե, բայց երբեք որևէ երկրի հաշվին դա չպետք լինի։ Չպետք լինի Ռուսաստանի հաշվին, չպետք լինի Չինաստանի հաշվին, չպետք լինի մեր հարևան եւ բարեկամ Իրանի հաշվին եւ այլն։ Հետևաբար մենք դնում ենք հայկական շահը եւ նայում ենք թե ով է հաշվի նստում հայկական շահի հետ։ Ով որ հաշվի կնստի, մեր բարեկամն է։ Հիմա սա այլընտրանք է, այո, այլընտրանք է։ Այսպիսի դիրքավորում ունեցող քաղաքական ուժին դժվար է պիտակավորել ռասաստրուկության կամ օլիգարխիկ, իհարկե, որովհետև մենք չունենք օլիգարխիա կամ չունենք մեծահարուստ, այսպես ասած, թիմակիցներ, որոնք որ այս կամ այն պարագայում սերտաճած են եղել որևէ տարերի կամ որևէ ժամանակահատվածում քաղաքական իշխանության հետ։ Մենք եղել ենք պարոն Թաթոյանը, ես եղել ենք պետական ծառայողներ, ծառայող բարի հենց բուն իմաստով մենք ծառայել ենք մեր պետությանն ու հայրենիքին, մեր ժողովրդին, այնքանով ինչքանով որ կարողացել ենք։ Եվ հետևաբար այսօր մենք դիրքավորում ենք այնպես, ինչպես որ դիրքավորում ենք, համարելով մեզ իրական այլընտրանք։ Տեսեք, պարոն Թաթոյանը, Արման Թաթոյանը եղել է Հայաստանի լավագույն մարդու իրավունքների պաշտպանը, ես այդպես եմ ամեն դեպքում գնահատում, եւ այդ տարիների ընթացքում իսկապես կարողացել է այսպես կոմունիկացիաներ ձեռք բերել, հա, նաեւ եվրոպական կառույցների հետ շատ աշխատել, որտեղ եթե մենք խոսում ենք մարդու իրավունքների պաշտպանությունից եւ առհասարակ այդ կոնվենցիաներից, դա պարզ է, չէ, որ նաեւ Եվրոպայի արչեւ ստանձնած մեր պարտավորությունների շրջանակում է, հա, եղել նաեւ այդ ինստիտուտի ներդրումը Հայաստան
ստանում։ Եւ Արման Թաթոյանի կապերի մասին միշտ այսպես խոսում եմ, որ Արևմտյան եւ Եվրամիության անդամ երկրների կողմից, նաեւ մեր դեսպանների կողմից ինքը շատ այսպես ընդունելի կերպար է համարվում եւ ինքը միշտ այսպես շատ կոկիկ է, շատ ճիշտ գիտի թե որտեղ ինչպես խոսի եւ այլն եւ ինչու ոչ եվրոպական ներկայացուցիչների կողմից նա շատ լավ տարբերակ է, որպեսզի ստանա աջակցություն։ Այդ աջակցությունը իրականում կա այսօր, այդ եվրոպական դեսպանները եւ այլ, հա, այն կողմից եկող քամիները ձեզ աջակցություն ցուցաբերում են, պարոն Անանյան։ Գիտեք, ես այսպես կբնորոշեմ, պարոն Թաթոյանը իր միջև քաղաքականություն մտնել է, այսինքն թե մարդու իրավունքների պաշտպանի իր ծառայության ժամանակ, թե դրանից հետո միջև քաղաքականություն մտնելը, ինքը արևմտյան տարբեր դիվանագիտական դիվանագետների եւ Հայաստանով զբաղվողների հետ փոխհարաբերությունները միշտ պահպանել է եւ այն անձիկ, ովքեր որ Հայաստանի վերաբերյալ ցանկացել են ունենալ անաչառ եւ այսպես ասած ճիշտ պատկեր, խորհրդակցել են պարոն Թաթոյանի հետ։ Ես պետք է ասեմ, որ նաև քաղաքականություն մուտք գործելուց հետո այդպիսի ճիշտ եւ անաչառ պատկեր ստանալու նաև մեր գործընկերների ցանկությունները մնացել են անփոփոխ, այսինքն քաղաքականություն մտնելը չի պարոն Թաթոյանին չի ազատել կամ շագերտավոր ասած նման անաչառ ինֆորմացիայի աղբյուր եւ այդպիսի անձ լինելու իր առաքելությունից։ Հետևաբար այո, ձեր ասացի մեջ կա հստակ որոշակի ճշմարտություն, բայց մեր քաղաքական ուժը եվրոպացի եւ ընդհանրապես արևմտյան մեր գործընկերներին միշտ ցանկանում է իրական պատկերը ներկայացնել։ Թե իրական արևմտամետ, արդյոք այսօր իշխանությունը իրականում գնում է դեպի արևմուտք, թե չի գնում, թե ինչպիսի խնդիրներ կան, թե օրինակ 2023 թվականի Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանական գործողությունները, որոնք հանգեցրեցին Արցախահայության բռնագաղթին, այդ դրա հետ կապված Եվրոպան ինչպիսի կրավորական դիրքորոշումները, մենք դրանք հնարավորություններ ենք ունենում իրենց հետ խոսել բաց տեքստով եւ դրանք ասել իրենց։ Ես չգիտեմ այդ բացահայտումներից հետո ինչքանով ենք մենք համարում իրենց համար շատ ավելի ցանկալի, բայց ամենայն դեպս մենք պահպանում ենք մեր անաչառությունը, մեր ազնվությունը եւ իրենց հետ ճիշտ տեղեկատվություն փոխանցելու մեր առաքելությունը, բնականաբար պարոն Թաթոյանի գլխավորությամբ, որտեղ իր կապերը, իր, այսպես ասած, նաեւ ճանաչելիությունը տառումով բավականին մեծ է։ Պարոն Անանյան, վերջին շրջանում էլ, քանի որ գործի բերումով ստիպված եմ հետևելու բոլոր ուժերին, այդ թվում եւ ՔՊ-ին, ցավոք սրտի, ավելի շուտ իրենց պարագայում, եթե դու չես էլ հետևում, իրենք անդադ գալիս մտնում են քո կյանք։ Այս դրա մասին եմ նաեւ ուզում խոսել, տեսեք։ Եթե հատուկ, ես խոսում եմ որպես լրագրող, ես ուշադրություն չդարձնեմ մեր անդիմադիր դաշտում տեղի ունեցող այս տեղեկատվական հոսքերին եւ հատուկ չնայեմ, չուսումնասիրեմ, տեսնեմ, օրինակ միասնության թևերը այսօր ինչ է արել, ուժեղ Հայաստանը ինչ է արել, Հայաստան դաշինքն ինչ է արել, ինձ այդ ամեն ինչը այսպես չի գրկում, հա, չի լցվում մեր բոլորի տներ այդ տեղեկատվությունը, բայց սրանք այնպիսի օրակարգեր են ձևավորում, որի հիմքում ոչինչ չկա իրականում, կա անհեթեթություն, ծաղրածուին բնորոշ վարքագիծ, բայց իրենք ամբողջ լրահոսը եւ SPR տեխնոլոգիաները կիրառում են լցվելու մեր ընտանիքներ, մեզ նյարդայնացնելու, իրենց համախոհներին միգուցե երջանկացնելու, չգիտեմ։ Ինչ պետք է անի ընդդիմությունը, սա բոլորին եմ էլի այս հարցը տալիս, որպեսզի կարողանա օրակարգեր այնպես ձևավորել, որ մենք ավելի այսպես շատ տեսնենք ձեզ, շատ լսենք ձեր ծրագրային դրույթները եւ ինչու՞ չէ նաեւ որոշակի էլեմենտներ կիրառել այդ PR տեխնոլոգիաների մեջ, որը ձեր ընտրողներին ավելի շատ կքաշի ձեր կողմ։ Տեսեք, նախ տեղ պետք է հստակ հաշվի առնենք, որ նաեւ ռեսուրսային առումով մենք անհավասար պայմաններում ենք։ Դե հա, նա իշխանություն է։ Իշխանությունը միշտ ունի ռեսուրսներ, նաեւ կառավարության օրինակ աշխատակազմը, չէ՞։ Հանրության հետ կապերի կամ հանրության հետ շփումների առումով պետական բյուջեով նաև կան համապատասխան ֆինանսական միջոցներ, եթե չեմ սխալվում, շուրջ 7 միլիարդ պլանավորված էր այս տարվա համար հանրության հետ շփումների կազմակերպման եւ այլ եւ այլ։
Հետևաբար նույնիսկ պետական բյուջեում կան գումարներ, կան միջոցներ, որոնք որ այս կամ այն ձևով ծախսվում են իրենց PR-ի վրա։ Նաև ասենք բժշկական ապահովագրության գծով բյուջետային հատկացումները, թոշակի բարձրացման հետ կապված է այդ ամեն ինչը եւ պետական բյուջեում նման հոդվածներ չնախատեսված լինելը, սրանք այնպիսի քարոզչական գործիքներ են, որոնց որ մենաշնորհը միշտ ունենում է կառավարություն կազմած եւ իշխանություն այդ պայն իշխանություն ունեցողը։ Սա նորություն չի, սրանով քաղաքացիական պայմանագիրը կամ այսօրվա իշխանությունը ինքը չի տարբերում նախորդ իշխանություններից, այո, բոլոր իշխանություններն էլ քարոզարշավ իրականացնելիս պետական ռեսուրսներ եւ վարչական, այսպես ասած, ռեսուրսներ օգտագործել եւ կիրառել են։ Թերևս այս իշխանությունների բանը նրանում է, որ սրանց այսպես ասած չափի սահմանը չկա։ Այսինքն չափի սահմանը եւ չափի զգացողությունը չկա եւ ամբողջ պետական համակարգը դրված է իրենց վերարտադրության սպասարկմանը։ Միգուցե սա պայմանավորված է նրանով, որ սրանք կենսական վերարտադրության խնդիր ունեն ի տարբերություն նախորդ իշխանությունների, բայց այնուամենայնիվ ամբողջ վարչական համակարգը, ամբողջ պետական բյուջեում ահռելի գումարներ ծախսում են իրենց PR կամպանիաներին։ Հետևաբար, այս առումով մենք արդեն անհավասար պայմաններում ենք։ Մյուսը, այն ամեն ինչը ինչ որ դրվում է ժողովրդի, տեսեք, ուրախ ավտոբուսը եւ այդ պերաշկի ուտելու արարողությունը ինքը դրան չես կարող դու դրան նմանը կամ դրան նման ինչ որ բան հակադրես։ Հա, մենք էլ ունենք մեր ավտոբուսը, ավտոբուսներով գնում ենք, բայց մենք չենք նկարահանում այդ ավտոբուսների ներսում ինչ է կատարվում։ Մենք սովորաբար քննարկումներով, պլանավորելով գնում ենք, գալիս ենք, մենք ավելի շատ հանդիպում ենք ժողովրդին։ Երբ որ դու ժողովրդին հանդիպում ես, ասենք բարձրադիր, հեռավոր գյուղերում հանդիպում ես ազնիվ մաքրեմաքուր մարդկանց հետ ու տեսնում ես թե ինչքան է լքված իրանց վիճակը, չէ՞։ Մենք նույնիսկ շատ բաներ կա, որ մենք նկարահանում ենք եւ որոշակի բաներ ենք ցուցադրում, շատ բաներ կա, որ մենք նույնիսկ չենք ցուցադրում, որպեսզի այդ մարդկանց ինքնասիրությունը որևէ ձևով ոտնահարած չլինենք։ Մենք շատ բաներով ենք անհավասար պայմաններում։ Մենք կարող ենք մի քիչ ավելի նրբանկատենք, բայց այդ նրբանկատությունը հասկանում ենք, որ մեր օգտին չի աշխատում, բայց մենք պարտավոր ենք նրբանկատ լինել, որովհետև մենք շփվում ենք այն մարդկանց հետ, ովքեր որ ամենայն հավանականությամբ մեզ ու մեր նման ուժերին են իրենց ձայնը տալու։ Մենք նայում ենք ապագա իշխանություն ձևավորողի տեսանկյունով։ Մեզ ոչ թե ամեն գնով իշխանություն ձեռք բերելը, էլեկտորալ բաներ, առաջնահերթություններ ձեռք բերելն է, այլ մենք այսօր ամեն ինչ անում ենք ապագայի աչքով, պատկերացնելով պետությունը կառավարողի, պետությունը ղեկավարողի դիրքերից։ Դրա համար նաև մեր խոսույթներում հարևան Ադրբեջանի, Թուրքիայի եւ մյուսների պարագայում մենք նրբանկատությունը ցույց ենք տալիս։ Այո, ասում ենք, որ Ադրբեջանի իշխանությունները իրենց ցեղասպանական գործողություններով բերել են նրան, որ մեր արցախահայերը 23 թվականի սեպտեմբերին արտագաղթել են, բռնագաղթի են ենթարկվել։ Մենք ասում ենք, որ մենք պետք է անպայման միջազգային հայցերը ողողենք միջազգային ատյանները այդ հայցերով։ Մենք ասում ենք, որ արցախահայերի վերադարձը շատ կարևորագույն խնդիր է։ Մենք այդ ամեն ինչը ասում ենք, բայց միաժամանակ այնպիսի էպիտետներ չենք օգտագործում, որպեսզի որևէ ձևով դա կաշկանդի մեզ հետագայում բանակցային սեղանի շուրջ նստել եւ ադրբեջանցի կամ թուրք դիվանագետ գործընկերների հետ որոշելու թե իրենք ինչպիսի գործողություններ պիտի կատարեն, ինչպիսի գործողություններ չպիտի կատարեն։ Սա ինչու ես մի քիչ շեղվեցի ձեր հարցից ասելու համար, որ մենք չենք կարող անել այն նույնը, ինչ որ անում են այս իշխանությունները։ Մենք իհարկե շատ ավելի ինտենսիվ պետք է շրջենք ամբողջ հանրապետությունով մեկ։ Մենք այսօր հրապարակել ենք մեր ծրագրային, բուկլետային, այսպես ասած, սեղմագիրը մեր անելիքների։ Մենք գնալու ենք բացատրելու ենք մարդկանց։ Մենք փորձելու ենք ակադեմիական չլինել։ Մենք փորձելու ենք մարդկանց հետ խոսել այնպես, ինչպես որ մաքսիմում հասկանալի կլինենք։ Այո, սա է մեր նպատակը։ PR կստացվի դրանից, կստացվի, շատ լավ։ Եթե չստացվի էլ, մենք չենք կարող իջնել այն մակարդակի, որպեսզի ուրախ ավտոբուսում պերաշկի ուտելու արարողություն նկարենք։ Տեսեք, պարոն Անանյան, երբ մեկնարկը տվեց ձեր կուսակցությունը եւ համագումարը արեցիք առաջին,
Դրանից առաջ էլ ես միգուցե ժամանակագրական առումով մի փոքր եթե սխալ լինեմ ինձ ուղեք կխնդրեմ Արման Թաթոյանը դիրքավորվեց այսպես որ այս դաշտում անդիմադիր առաջնորդները լիդերները որոնք որ կան իրենց քաղաքականությունից գնալու ժամանակն է ես ուղղակի բառացի միգուցե չեմ հիշում բայց բովանդակություն եմ ուզում ասեմ պարոն Անանյան հա դուք ավելի այսպես ինձ շտկեք եւ արդեն իրենց ժամանակը կարծես թե լրացել է պետք է գնան եւ արդեն նոր ուժեր են գալի մենք էլ հա բնական է ձեր վրա շեշտադրում անելով որոշակի կերպով եւ շատ մեծ այսպես անդիմադիր թևի եւ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմակիցների կողմից մեծ քննադատության արժանացակ դա ինչ դիրքավորման ժեստ էր ինչ ակնկալիք էր այսինքն տարանջատվել այսպես ասած Նիկոլի բերած նախկին իշխանություն թեզերից հա թե ինչ որ նոր տեսակի ռազմավարություն եք ուզում ворթեգրել կրկին տարանջատման սկզբունք դնելով մեջը ինչ է սա տեսեք մենք շատ կարևոր մի բան ասեցինք Դուք մի քիչ ուրիշ տեղ տարաք, գրեթե խոսույթը կամ գաղափարական բովանդակային առումով գրեթե ճիշտ ներկայացրեցիք այն ինչ որ մենք ասում ենք, բայց այդտեղ շեշտադրումներ կար։ Խնդրեմ այդ շեշտադրումը անեք, բառացի չեմ։ Ամենակարևոր բանը նա չէր որ մենք ասում ենք առաջի, երկրորդ, երրորդ նախագահները թող չմասնակցեն, որպիսի մենք եւ մեր նման նոր ուժերը հնարավորություն ունենան։ Անկալումը այդպեսին է, պարոն Անանյան։ Մենք դա չենք ասել։ Հիմա փորձենք իրար հետ սա շատ կարևոր է, բացենք, ահա։ Մենք ինչ էինք ասում ենք, տեսեք, ամբողջ 30 տարիների ընթացքում մենք ունեցել ենք ձեռքբերումներ եւ ձախողումներ։ Առաջին նախագահի օրոք, երկրորդ նախագահի օրոք, երրորդ նախագահի օրոք ունեցել ենք ձեռքբերումներ եւ ձախողումներ։ Մենք ասել ենք, որ այսօրվա իշխանությունները վամպիրի նման քաշում անդեղից սնվում է 3 նախագահների ժամանակաշրջանում ձախողումներից։ Եվ որպիսի մենք այս սրա քաղաքական սնունդը բացառենք, լավ կլինի, որ առաջի, երկրորդ, երրորդ նախագահները չմասնակցեն ընտրությունների։ Դա հնարավորություն կտա, որ այս շղթան, տարատավոր շղթան, հների ու ներկաների, այսպես ասած, փաթեթավորման գնա։ Նախին ներկայի կապը կտրեք։ Այո, մենք դա ասեցինք։ Եվ ամենայն հարգանքով բոլոր 3 նախագահների մենք որևէ ձևով չանձնավորեցինք։ Բայց հետո դրանից հետո այնպես ստացվեց, որ առաջի եւ երրորդ նախագահները որոշեցին, որ իրանք չեն մասնակցում ընտրություններին եւ երկրորդ նախագահը եւ իր թիմակիցները դա անցալեցին որպես ուղղակի խոսք ուղղված իրենց։ Եվ այդտեղ գնաց մեր նկատմամբ արդեն անձնավորված, թիրախավորված պիտակավորումները։ Մենք դրանց չբանջարեցինք։ Ուղղակի մի քանի անգամ մեր այդ նույն խոսույթը կրկնեցինք, շատ դեպքում նաեւ մի որոշ դեպքերում նաեւ որոշ կոշտ շեշտադրումներով սա ուղղակի ի պատասխան իրենց կողմից եկող արշավանքի։ Բայց առաջին նախագահը մասնակցում է Հակով։ Գիտեք, իր դեմքով չի մասնակցում իհարկե, բայց իր կուսակցությունը կա։ Այո, բայց ամեն դեպքում ուղղակիորեն հիմա ըստ էության մենք ունենք փաստ, որ Հայաստան դաշինքը գլխավորում է երկրորդ նախագահ, այսինքն ցուցակում առաջինը ինքն է։ Ու Քավլիցի մենք շարունակել ենք, ասել ենք որևէ մեկին մենք չենք կարող արգելել կամ սահմանափակել ամեն մի անձի, քաղաքական ուժի, քաղաքական գործունեությամբ զբաղվող անձի լեգիտիմ իրավունքն է ինքն է որոշում։ Ձեզ դրա համար էլ թիրախավորեցիք։ Մենք ասում ենք դուք եք որոշում, բայց մենք կարծում ենք, որպիսի չվերարտադրվեն ձեր նկատմամբ խոսույթի հաշվին, լավ կլինի, որ դուք չմասնակցեք։ Սա է եղել ամբողջ խնդիրը։ Իսկ դուք այդպես մտավախություն չունեիք, պարոն Անանյան, ներողություն, որ ձեզ եւ Արման Թաթոյանին նույնպես կարող են տեղավորել այդ խոսույթի մեջ, որտեղ դուք երկուսդ էլ նախկին իշխանությունների օրոք բարձրաստիճան պաշտոնյաներ եք եղել։ Արման Թաթոյանի պարագան մարդու իրավունքների պաշտպանն եմ եղել, չէ՞։ Ճիշտ եք ասում, մի շատ կարևոր տարբերությամբ։ Մենք ոչ թե քաղաքական դերակատարներ ենք եղել, այլ հայեցողական գործունեություն ենք իրականացրել։ Դե բայց Նիկոլ Փաշինյանի համար այդ ինչ խնդիր է կամ որ ձեզ տանի տեղավորի այնտեղ տեցլի արժեք ինչ խնդիր կա, ասի փաստ է։ Ինքը ընդհանրապես որևէ խնդիր չունի։ Իհարկե որևէ խնդիր չունի, մեզ որևէ ձև որևէ տեղ տեղավորել։ Այո։ Բայց նայեք, չէ, եթե նախկինը գիտեք, նախկին դերակատարներ նկատի ունենք քաղաքական որոշումներ կայացնողների դիրքերի ձեռներով։ Դե պարոն Թաթոյանը ՀԿ-ի ժամանակ եղել է փոխնախարար։ Այո։
Ես էլ ՀԿ-ի ժամանակ եղել եմ փոխնախարար։ Այո։ Բայց միջև սահմանադրական բարեփոխումները փոխնախարարի պաշտոնը հայեցողական էր։ Դուք հիշեք, դա նշանակում է, որ փոխնախարարներին սովորաբար Կուսակցական քվոտայով չէին այո, նշանակում։ բերում էին մասնագետների ոլորտային, տալիս էին որոշակի ոլորտի համակարգման իրավասություն եւ ասում են, այս սա քո համակարգման ոլորտն է։ Ես եւ պարոն Թաթոյանը այդպիսի հայեցողական փոխնախարարներ ենք եղել։ Հետո պարոն Թաթոյանը ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան։ Այո, եւ իր գործունեությամբ ինքը ցուցադրել, որ ինքը ամենաանկախ, երևի կարելի ասել, մարդու իրավունքների պաշտպանն է, չի կարող ինքը պիտակավորել որպես ՀԿ-ի կամակատար։ Բայց Նիկոլի Օրոք էլ ա եղել մարդու իրավունքների Իհարկե, պաշտպան։ ասեմ ավելի Նիկոլի Օրոք եղել պետնախագահ։ Ասեմ ավելի Նիկոլ Փաշինյանը ինքը ընտրել է Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպան։ Ես փոխնախարար եմ եղել, այո, ինձ նաև առաջարկել են պետնախագահ։ Ես պետնախագահի պաշտոնը զբաղեցրել եմ 2 տարի, մինչև 2020 թվականի հունիսի 6-ը։ Ինձ հաջողվել է որոշակի հայեցողական դիրքերից մոտենալ իմ պաշտոնավարմանը, ինչու, որովհետև թեև քաղաքական թիմի հետ կառավարությունում ես իմ գործառույթներն եմ իրականացրել, բայց ես երբեք չեմ եղել քաղաքական թիմի անդամ։ Չեմ եղել ԿՊ-ի կուսակցության անդամ, չեմ եղել իրենց քաղաքական, այսպես ասած։ Բայց որ մի քիչ մնայիք, ձեզ կստիպեին դա, պարոն Անանյան, դուք դա բացառում եք։ Իհարկե բացառում եմ, որովհետև Չէ, կստիպեին, էս ուրիշ բան, դուք այդ ընտրության կգնայիք թե ոչ։ Չեմ էլ կարծում, որ կստիպեին, որովհետև արդեն իմանալով անիմաստ կներ ստիպելը։ Կարող է ասենք մի թեթև առաջարկ անեին, իմանալով, որ ես մի անգամից կհրաժարվեի իմ պաշտոնից։ Եկեք դրա վրա շատ չկենտրոնանանք, այո, մենք նախորդ իշխանությունների օրոք աշխատել ենք։ Իրականացրել ենք որոշակի իրավասություններով օժտված գործունեություն եւ այդ գործունեությունն իրականացնելիս մնացել ենք մասնագիտական շրջանակներում։ Մենք քաղաքական որոշումներին մասնակցություն գրեթե չենք ունեցել։ Այսինքն քաղաքական կառավարմանը նկատի ունեմ, որոշումների մասնակցություն չենք ունեցել։ Մենք մնացել ենք մեր մասնագիտական եւ մեր իրավասությունների շրջանակներում։ Եթե սա համարում եք, որ նախքին ենք այդպեսի պիտակավորում մեզ ասում եք, հավլեցի, ձեր իրավունքն է։ Ես կոնկրետ երբևէ այդ խոսույթը չեմ ունեցել իմ մոտ։ Ես հասկացա, որ դուք ուղղակի պատկերավոր ներկայացնելով։ Այո, ես ուղղակի ուզեցի, որովհետև գիտեք, այս իշխանությունը այնքան է ամեն ինչ փչացրել, պարոն Անանյան, այնքան է ամեն ինչ այսպես տարանջատել, կամ սենց կամ նենց, կամ սև կամ սպիտակ։ Ես հիմա ինչի եմ այս հարցերը օրակարգում հնչեցնում, որ մենք նաև մեր մարդկանց, մեր հանրությանը ներկայացնենք, որ դրանք թեմաներ չեն։ Մենք այսօր այնպիսի իրավիճակում ենք, որ թե ով այն ժամանակ պաշտոն զբաղեցրել, ով հիմա է պաշտոն, գիտեք, անգամ այսօրվա պաշտոն զբաղեցնողների մեջ կարող է ինչ-որ առողջ հատիկ գտնվի, չգիտեմ, ես իմ հույսը երբեք չեմ կորցնում, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում մեր նախնական զրույցի ժամանակ մի լավ դիտարկում արեցիք, որը նաև հարցազրույցի այս փուլում հնչեցրեցիք, ասացիք, որ ինչքան բարձրանում ես դեպի վերև լեռնային հատվածներ, այնքան մարդկանց ճակատագրերը փոխվում է եւ շատ ավելի խոցելի խմբերի եք հանդիպում։ Ուզում եմ անդրադառնամ ձեր այցերին մարզեր։ Իհարկե դուք ասացիք, որ ինտենսիվությունը հիմա առաջիկայում ավելի եք մեծացնելու մարզեր։ Ինչ եք տեսնում առհասարակ այնտեղ։ Այ ուզում եմ մենք մի փոքր խոսենք մեր մարզային բնակչության մասին եւ այդ համեմատությունը ինչու եք անում։ Լեռնային եւ հարթավայրային ինչ կա այդտեղ։ Ինչ տարբերություններ կան։ Տարբերությունը թերևս մայրաքաղաքին կամ քաղաքային համայնքներին մոտ լինելն է, կասեմ ինչու, որտեվ եթե գյուղական համայնքները մոտ են քաղաքային բնակավայրին, քաղաքներին, մայրաքաղաքին, ապա ժամանակ առ ժամանակ այցելություններ, այդ գյուղական համայնքներ, թե ընտրական, թե նախընտրական բաներով շատ ավելի հաճախակի են լինում։ Եվ բնականաբար նաև էլեկտորալ առումով դրանք ավելի հետաքրքիր են, բառից ու ճակերտավոր իմաստով, հետեւաբար նախկինում այդպիսի ռեսուրսային բաներ լինում են, որ մարդիկ որոշում են կամ մարդկանց հետ են ծանոթանում, ընկերանում, որոշակի առաջնահերթություններ են տալիս, պաշտոններ են նշանակում, որպեսզի հետագայում ունենան ինչ-որ էլեկտորալ բաներ։ Այն գյուղերում, որոնք որ էլեկտորալ նշանակությունը շատ քիչ է, կամ հեռու են իրենք, հեռավոր են, բարձր են, եւ այնտեղ ստեյության նույնիսկ պաշտոնյաները իրենց պաշտոնավարման ժամանակ ոչ մի անգամ չեն լինում, երբ որ դու գնում ես, տեսնում ես այդ մարդիկ համ հույսներն են կորցրել,
Ընդհանրապես չեն էլ հավատում, բայց իրենց դիտարկումներում եւ իրենց ցանկություններում շատ ավելի մաքուր ու անաղարտ են, քան մնացած ավելի ազնիվ են։ Որովհետեւ իրենց նպատակը ինչ է։ Իրենց նպատակը երիտասարդությանը պահելն է գյուղում։ Իրենց նպատակը հողի հետ կռիվ տալով, քրտինքը հողին հանձնելով ինչ որ բերք ստանալն է։ Տեսնում ես, որ մարդկանց նպատակը ուղակի չարչարվելով մայր հողից ինչ որ մի արժեք ստեղծելն է եւ այդ մայր հողին կպած լինելն է։ Եվ երբ որ որոշ մտքեր ես ասում, օրինակ ասում ես, գիտեք, մենք կարծում ենք, որ ստեղի ռոռոկման հարցը կարելի է փոքր ջրամբարով լուծել, այսպես անել, այնպես անել, մարդը ասում է, հնարավոր չի, ասում ես, ինչի հնարավոր չի, որովհետև եկել են, մեզ ասել են, մեզ խաբել են, չեն արել։ Ուրեմն հնարավոր չի։ Հիասթափության մեջ չափաբաժին եք տեսնում։ Ժողովրդի մոտ կա հիասթափություն, ժողովրդի մոտ կա հավատի կորուստ, եւ շատ դժվար է դու երբ որ գնում ես կյանքում քաղաքական որևէ գործընթացներին չես մասնակցել, գնում ես ասում ես ես գալու եմ քո կողքը նստեմ, չմտածես գալու եմ քո կողքը նստեմ, ասում փողկապները հանելու են բոլորը, գալու են քո կողքը նստեն, քեզ ինչ պետք լինի, ինչ պետք է անելու ենք, մթերումա պետք մթերումա լինելու, պարարտանյութա պետք պարարտանյութան, փոքր գործարան կկառուցենք, մթերում կանենք, կաթը կվերամշակենք, այս կանենք, այն կանենք, մարդը էլի զգում ես, որ ուզում է հավատա, բայց թերահավատորեն է նայում քեզ։ Որտեղ շատ են խաբել, պարոն Անանյան, այսինքն այդ հուսախապարված վիճակում են մարդիկ։ Դու իր համար հերթական, քաղաքական գաստրոլյորն ես։ Այո, ասում ա եկել է ինձնից ձեն տանի։ Երբ որ ասում ես եղբայր, մենք առաջի անգամ ենք եկել, պարոն Թաթյանն ճանաչում ես մարդու իրավունքների պաշտպան, հա, լսել եմ իրան, հարգում եմ, սիրում եմ եւ այլն, տեղ կա որ մանավանդ սահմանային գյուղերում բոլորը ճանաչում են, իսկ տեղ կա որ լսել են, ասում են, հա, մենք իրեն ճանաչում ենք, բայց թերահավատությունը հաղթահարելը շատ դժվար է։ Երբ որ ասում ես չմտածեք, մենք ձեր կողքը կանգնած ենք, ամենակարևոր բանն ու մեր մխիթարանքը եւ հեռանալուց հետո, երբ որ տեսնում ենք, որ իրենց աչքերի մեջ փայլը մի փոքր փոխվեց, փայլը ավելացավ, մի փոքր հավատ եղավ, մենք համարում ենք, որ այդ օրը մեր ծանոթությունը մեր գյուղի համայնքի հետ շատ մեծ բանով անցավ։ Դե Քարոզ Արշավը պաշտոնապես չի մեկնարկել։ Մենք այս շրջանակում ավելի շատ ճանաչողական այցեր ենք անում։ Գնում ենք ժողովրդի հետ զրուցում ենք։ Մենք նույնիսկ մեր անելիքները ծրագրային, մեր Քարոզ Արշավի մեր ծրագրերը չենք ներկայացրել։ Մենք նոր պետք է ներկայացնենք, երբ որ պաշտոնապես կմեկնարկի Քարոզ Արշավը։ Բայց այս փուլում ժողովրդի հետ ծանոթանալը մեզ շատ դեպքերում նաև մեր ակադեմիական շարադրանքը, մեր մտքերը, որ մենք տվել ենք թղթի, դրանք շատ արագ մենք վերաձևակերպումներ ենք տալիս, որովհետև հետադարձ կապով կենթանի պետք է ավելի մատչելի լինի, պարոն Անանյան։ Հետևաբար, այո, բացի դրանից որ մատչելի է, բացի դրանից դա պետք է լինի շատ ավելի հողին կպած, շատ ավելի ճիշտ, շատ ավելի իրականությանը մոտ։ Եվ այդ շփումները մեզ շատ մեծ բան են տալիս։ Պարոն Անանյան, այդ ծրագրային դրույթները, կետերը, որոնք որ կան, վստահ եմ լավ ծրագիր եք կազմել։ Մենք հետո առիթ կունենանք նաև ծրագրի դրույթներին անդրադառնալու հետագա մեր եթերներում։ Այսօրվա մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացին այս ծանր, այս խառը, այս անհասկանալի, այս լարված իրավիճակում իրեն համար կուսակցությունների ծրագրային դրույթները իրապես հետաքրքիր են, թե իրեն համար կամ այս կողմա կամ այն կողմա, մենք մի քիչ շատ բևեռացված իրավիճակում ենք այսօր։ Շատ ճիշտ բնորոշում եք տալիս, բայց տեսեք, նայել կա նայել։ Էլեկտորատը, մեր բնակչությունը մի քանի մասի կարելի է բաժանել։ Առաջինը մարդկանց ծրագրեր չի հետաքրքրում։ Այո։ Մարդիկ քվեարկում են սրտով։ Այո։ Սիրում եմ կամ չեմ սիրում, լավն է կամ վատն է, սենց է, չէ։ Դեմքով։ Ասենք նայում են, մեկի ատամները թափած է, մեկինը չէ։ Մեկը բոյով է, մեկը չէ։ Ատամները թափածի էլեկտորատը գիտենք որ նա։ Հա, չէ, ուզում եմ ասեմ, հա, դե կարող ատամները թափածին պաշտողներ էլ կան, դե բնականաբար։ Դե կան, այո։ Այսինքն վիզուալիզացիա է ենթարկվում, մարդիկ սրտով, վիզուալիզացիայով։ Ասում են լավ խոսեց, չէ, լավ խոսեց։ Թե ինչ խոսեց, պարզ չի, բայց լավ խոսեց։ Կամ ին պարագայում ասենք ակնոցներից նայեմ, ասում եմ սա ակնոց ունի, սա խելոք կլինի։ Վերջ ամեն ինչ էլ կա, մարդկանց մոտ ամեն ինչ կա։ Մի մասը կա, որ իրոք ծրագրային դրույթներ է ուզում։ Մի մասը կա, որ ասում են ինձ ձեր ծրագիրը այդքան չի հետաքրքրում, դու ինձ ասա թե անվտանգության առումով ինչ ես առաջարկում ես, մեր սահմանային անվտանգությունը ոնց եք լուծելու, մեր բանակի ինչ եք անելու բան։ Այսինքն իրան հետաքրքրում է կոնկրետ այս պահի այն հրամայական։ Դա շատ ավելի մտածող էլեկտորատը չի, պարոն Անանյան։ Իհարկե, հետևաբար, եթե
մի մաս էլ կա, որ ասում է ինձ ծրագիրը չի հետաքրքրում, դու ինձ ասա, թե դու ոնց ես համախմբվելու մյուս արտախորհրդանական բանի ընդդիմադիր ուժերի հետ, որպեսզի սրանք գնան։ Այդ հարցը սա ես տալու եմ։ Հիմա էդ էլ կա, այսինքն մարդիկ բաժանում են մեր էլեկտորատը, մեր ազգաբնակչությունը բաժանվում մի քանի խմբի, բայց որպեսզի դու բոլորին պատրաստ լինես, պետք է ունենաս ծրագիր, պետք է ունենաս արտաքին անվտանգության հետ կապված քո դոկտրինը, դու պետք է տնտեսության հետ կապված քո հարցերը, հարկային նոր համակարգ, ամեն ինչի պիտի պատրաստ լինես ու նաև համոզիչ լինես, համել կերպար լինես, որպեսզի համել վիզուալիզացիայի տեստն անցնես։ Այդ ամեն ինչն էլ պետք է կարողանաս։ Բոլորը մեկտեղում է։ Եվ հիմա այն հարցը, որ ասում են, ձեր էլեկտորատից էլ են տալի։ Այ հաշվենք, որ մենք ամսի 8-ին արթնանում ենք այն Հայաստանում, որ ընդդիմությունը, այսպես իր առանձին բլոկներով կարողացել է հաղթահարել 4%-ի շեմը եւ ոչ միայն 4%, այլ նորմալ տոկոսայնությամբ ընդդիմությունը ունի բավականաչափ ձայներ եւ այստեղ իրապես գալիս է այն հարցը համախմբման խնդիրը։ Միասնության թևերը ինչպես է այս պարագայում դիտարկում իր անելիքը։ Տեսեք, Եթե դուք էլ հաղթահարում եք եւ անցնում եք։ մենք այսօր մի շատ կարևոր հարցի շուրջ խոսելիս ես ձեզ ասեցի, որն է ձեր քաղաքական մեսեջը, ես երկու շատ կարևոր բան ասեցի։ Որևէ ձևով այսօրվա իշխանությունները չպետք է վերարտադրեն։ Այո, դա ֆիքսել ենք։ Դա ֆիքսեցինք, այսինքն սա էլ է պոստէլեկտորալ զարգացումներ մի շատ կարևոր հարցի պատասխանեցինք։ Այո, իրենք չպետք է վերարտադրվեն։ Սա արդեն անքննելի է։ Երկրորդը ասեցինք, որ որևէ, տեսեք, մենք ինչ ենք ասում ենք, որ այսօրվա 3 նախագահները, լավ, ասենք ասենք, որևէ ձևով չեն կարող լինել վարչապետ։ Ինչ ենք դա ասում, որովհետև որևէ քաղաքական ուժ, օրինակ, կարող է ընդհանրենք 3 նախագահներից որևէ մեկին ընտրություններից հետո ներկայացնի որպես վարչապետ տեխնացու։ Կարա լինի այդպիսի տեսական հնարավորություն կա։ Սա էլ է վերջնական բան։ Դե այդտեղ 3 նախագահներից միայն Ռոբերտ Քոչարյանն, այսինքն դուք կոնկրետ Ռոբերտ Քոչարյանին վարչապետի տեխնացու չեք տեսնում։ Դե մյուս նախագահներն է կարող են օրինակ որևէ ուժ ներկայացնել իրենց։ Դե Քոչարյանը կոնկրետ ցուցակի առաջինն է այս դեպքում։ Մենք կարող ենք համագործակցել օրինակ հետընտրական այդ ուժի հետ։ Որպես օրինակ, այսպես ասած, հակաիշխանական ընդդիմադիր ուժ։ Եթե ամբողջությամբ համագործակցություն գնում է իօքուտ 3-րդ ուժի, այո, կարող է լինել։ Բայց եթե համագործակցություն, որ այդ ուժի առաջնորդը լինի վարչապետ, դա բացառվում։ Դա էլ է հստակ։ Սա էլ հստակ։ Մնացածը պետք է բան անենք, տեսեք, շատ հետաքրքիր բան կարող է լինի, համայնապատկեր կարող է լինի այդ պոստէլեկտորալ իրավիճակը եւ բանակցությունների եւ որոշումների շատ մեծ հնարավորություն կարող է լինի։ Ես ասեցի այն երկու կարևոր թիրախները, այո, կարևոր թիրախները, որոնք որ մենք բացառում ենք, մնացած ամեն ինչ էլ կարելի է քննարկել, բայց այսօր եկեք դա շատ չմանրանանք կամ շատ չխորանանք, որովհետև չենք կարող իրավիճակային կլինի, բան, այո։ Ես երկու շատ կարևոր բան ասեցի, մնացածը ըստ իրավիճակի ետնի վրա։ Հիմա տեսեք, դրա հակառակ կողմն էլ կա։ Դուք էլ ձեր զրույցի ժամանակ նշում եք, հա, իշխանության վարչական ռեսուրսները, բյուջեից ֆինանսական ռեսուրսները, որ ուղղորդում են տարբեր հոդվածներով այն ամենի վրա, ինչ որ իրենց է պետք անել, այդ PR քարոզչական մեթոդները, բնական է, որ սա իշխանության համար առաջիկա խորհրդարանական ընտրությունները կյանքի եւ մահու, այսպես բնորոշեմ, այո։ Դուք կենսական, ես ասում եմ կյանքի մահու խնդիր է սա իրանց համար։ Եվ բնական է, որ իշխանությունը պարապ չի նստելու եւ վարչական ռեսուրսների մաքսիմալ օգտագործում, ես վստահ եմ, կեղծիքների տարատեսակ դրսևորումներ են լինելու, այ կտեսնեք մենք ամսի 7-ի ընտրություններին ինչեր ենք տեսնելու, ամսի 8-ին էլ ինչերի մեջով ենք անցնելու։ Այս պարագայում, երբ որ այդ կեղծիքները կապացուցվեն, ակնհայտ կլինեն, նկատելի կլինեն, բնական է, որ ընդդիմությունը պետք է դրա մասին գոռա, պետք է աղմկի։ Մենք կարող ենք ակնկալել, որ հետո, եթե դրանք շատ լուրջ խնդիրներ առաջացնեն, որ մենք ընդդիմության նաև փողոցում կտեսնենք, եթե սրանք փորձեն անել բոլոր կեղծիքները։ Դա
կարելի է հենց հիմա արձանագրել, որ այդպիսի պայմանավորվածություններ ամենայն հավանականությամբ մեզ սպասում են առաջիկայում, որ մենք բոլորով նստենք որոշակի օրակարգերի, օրակարգային հարցերի շուրջ գանք պայմանավորվածություն։ Այո, պետք է չի իմանալ ակետում ինչ ենք անում, պլան B-ն ինչ է։ Մեր բոլորիս ձայնը պաշտպանելու մեր վստահված անձանց ինստիտուտը, բոլորս միասին մեր վստահված անձանցով օրինակ ընդդիմադիրների ձայնը պահելը, որևէ ձևով թույլ չտալը, որպեսզի այսօրվա իշխանությունները օրինակ խոչընդոտեն այս կամ այն ուժի էլեկտորալ մասնակցությունը։ Այսինքն բաներ կան, որոնք որ մենք պետք է եւ կան այդպիսի նաեւ առաջարկներ, step հնչում է նաեւ մյուս ընդդիմադիր ճամբարներից, այո, այդպիսի պայմանավորվածություններ կլինեն ամենայն հավանականությամբ։ Եվ եթե օրինակ ընտրություններից հետո մենք տեսնենք այնպիսի իրավիճակ, որը մեզ համոզում է կամ մենք տեսնում ենք, որ այսօրվա իշխանությունները որևէ ձևով չեն ուզում հանձնել իշխանությունը լեգիտիմ ընտրությունների պարագայում եւ դա ենթադրում է իրանից նաեւ փողոցային պայքար, ապա այո, մենք պատրաստ ենք օրենքի շրջանակներում փողոցային պայքարով գնալ եւ այդտեղ նաեւ համընդհանուր երևի թե ռեսուրսների ներդրմամբ ստիպել, որպեսզի ճանաչվի ընտրությունների արդյունքները։ Սա նայա, որ մենք էլ ենք հասկանում, որ սա այո, կենսական նշանակություն ունի, բայց արդեն մեր պետականության համար։ Իրենց կենսական պահանջները կամ իրենց գոյութենական վտանգները մեզ չեն հետաքրքրում։ Մանավանդ, որ մենք ամեն ինչ անելու ենք, որ իրենք լինեն շատ առողջ, անվնաս, անվտանգությունը պետք է պահենք, որպեսզի իրենք շատ երկար ժամանակ ունենան ապաշխարելու։ Շնորհակալություն, պարոն Անանյան։ Ես եմ շնորհակալ։ Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք։ Իսկ ինձ մնում է եւս մեկ անգամ հիշեցնել, որ այսօր Մեդիահաբի տաղավարում հյուրընկալվել էր Միասնության թևեր կուսակցության վարչության խորհրդի անդամ, նաև Միասնության թևեր կուսակցության խորհրդարանական համամասնական ցուցակով երկրորդ պատվավոր հորիզոնականը զբաղեցնող Դավիթ Անանյանը։ Լավ մնացեք, կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ